Պարոն Խաչատրյան, երբ որ խոսում եք շինարարության որակից, պետք է սկզբից խոսեք շինարարության որակի տեղ հսկողությունից, որը ձեր իշխանության օրոք կախում է, չի աշխատում, փչացել է, էլեմենտն անստե, չգիտեմ ինչ ա եղել, բայց չկա տեղ հսկողություն։ 50,000 դրամով որ տեղ հսկողությունը շահեն, դրանից հետո ինչ ուզում անեն, տուժեր, տուգանքներ, ինչքան ուզում եք կիրառեք, 50,000-ի շրջանակներում եք կիրառելու։ Դրանից ավել չեք կարալու կիրառեք, հետևաբար տեղ հսկողությունը դրանից խնդիրներ չի ունենալու։ Խոսում եք շինարարության որակներից, Տիգրան Ավինյանը դուրս եկավ, որ գա հարցպատասխանին կարծնեմ, ասում էր անցած տարիներն էս լավ ասֆալտ ենք արել, որ չի քանդվել, նա տենում ենք, որ չի քանդվել։ Ես կուզեմ մի հատ շատ կարևոր նաև նախաձեռնությունից խոսամ, ես նախագիծ եմ ներկայացրել Երևանի քաղաքապետարանի ավականու օրակարգերի, ըստ որի պետք է այն հարցերը, որոնք հանձնաժողովի նիստերում ստանում են բացասական եզրակացություն, պետք է քննարկվեն եւ քվեարկվեն ավականու նիստում ու չզեկուցվողով չպետքա գնան, ինչու որովհետեւ տեսեք ինչա, Տիգրան Ավինյանը փաստացի այսօր կարա միանձնյա, այսպես ասած գարանտիայով շինթույլտվություն տա ժողովուրդ։ Այս շինթույլտվությունները, օրինակ, որոնք որ հանձնաժողովի նիստին բացասական ստանում ու գալիս են նիստերի օրակարգ, Տիգրան Ավինյանը նախագծից օրակարգից հանում է ըստ շմակ օրենքի, դա դրական եզրակացություն է ստանում։ Այսինքն մենք բոլորս մտածում ենք Տիգրան Ավինյանը բացասական եկած եզրակացությունով հանեց, իսկ թվում է դուք ինձ իմ խոսքերը կհաստատեք նաև։ Տիգրան Ավինյանը օրակարգից հանում է, դրականով ուղարկում է, ով որ ուզում է արդեն շինարարություն անի, հաստատվում է։ Ես փորձեմ մի քիչ ավելի պարզաբանել, որ մեր քաղաքացիներն են հասկանան, էլի, տեսեք, ինչ որ մեկը շինթույլտվություն է ուզում, կարա գա Տիգրան Ավինյանին տենա, իրար հետ պայմանավորվեմ, չմարամասնեմ, թե ով ում ինչ կտա, խի կտա, ինչքան կտա։ Դրանից հետո Տիգրան Ավինյանը, եթե նույնիսկ հանձնաժողովի նիստում բացասական ստացվում, Տիգրան Ավինյանը օրակարգից հանում է, ասում է, վայ, վсё։ Ինչա՞։ Ուրեմն տեսեք խնդիրը ինչու՞մ է կայանում, ուրեմն պարոն Փամբուկյան, ձեզ խնդրում եմ դահլիճից եկող ելևէջները լռեցնել, որտեվ ճիշտ է շատ բովանդակային բան են ասում իհարկե, շատ կարևոր, բայց դե եկեք մեկս մյուսին չխանգարենք, էլի։ Հիմա հետևաբար, ես խոսում եմ նախնական թույլտվություն տալու մասին։ Կա հողօգտագործման հանձնաժողով, որտեղ քննարկվում է այդ հարցը։ Եթե այդ հարցերին չեք տիրապետում, մի օր հարմարացրեք, եկեք մանրամասն ձեզ սաղ ցույց կտամ, հատ առ հատ, հատիկ առ հատիկ։ Շմակ օրենքն էլ կբացատրեմ, ցույց կտամ, էնել։ Երբ որ խոսում եք շինարարություններից, տեսեք ինչ է կատարում, ախր հիմա շինարարություն բարեկարգման, այսպես ասած, կուրացիան կամ վերահսկողությունը տվել են ձեզ, չէ, պարոն Փամբուկյան։ Տեսեք ինչ խնդիր կա, նայեք ինչ կազմակերպական, էլ գնում են միտեղ ասֆալտ են անում, դրանից հետո մեկ էլ հոպ վիոլա ջուրը մտնում քանդում է, մեկ էլ վիոլա ջրից հետո հոպ ջրմուղն է, չգիտեմ, բանն է քանդում, էլ ցանցն է քանդում, տրաշեյները որ գնում են, հա, բավականին լուրջ խնդրի առաջ են կանգնած, այսինքն դրանք արդեն խրամատների նման են, ոչ մեքենայով անցնել, ոչ ոտքով։ Ես կարծում եմ, թե բավականին լուրջ խնդիր կա, պետք է գոնե իմանալ, օրինակ ընթացիկ տարվում, որտեղ են նախատեսվում այդպիսի աշխատանքներ, գնան այդ վիոլա ջուրն ու էլ ցանցը գործանեն, վերջացնեն, նոր դրանից հետո կան ասֆալտ անելու։ Ես երևի ժամանակս վերջանում է, մնացած արդեն հաշվապատասխանին կներկայացնեմ։ Պարոն Իսկանդարյան, ուղղակի արձագանք եմ ձեզ, որ մենք դեռևս 23 թվականից դիմումներ ունենք վիոլա ջրից հետից եւ մյուսներից եւ քննարկում ենք արդյոք տրամադրենք թե ոչ, քանի որ այդտեղ մենք միջին նորոգման կամ այլ բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել, բայց մնացածը հարց ու պատասխանի ժամանակ։ Մեսրոպ Մանուկյան։